Մինչ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Իրաքից, երկրի ներքին գործերի նախարարությունը փոխնախագահ Տարիq Ալ-Հաշեմիի ձերբակալության որոշում է կայացրել։ Հաշեմին մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Մեղադրանքը հենված է փոխնախագահի 3 թիկնապահների ցուցմունքների վրա, որտեղ նշվում է, թե հարձակումներ են նախատեսվել կառավարական շենքերի եւ անվտանգության ուժերի դեմ։ Հյուսիսային Իրաքի քրդաբնակ հատվածներում գտնվող սուննի մահմեդական Տարիq Ալ-Հաշեմիի դեմ հետապնդումների փաստը քննադատվել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնեի կողմից, ով փոխանցել է նախագահ Բարաք Օբամայի Իրաքի իշխանություններին արված խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կոչը։ Իրավապաշտպանների պնդմամբ Սիրիայում շարունակվում են բախումները, չնայած կառավարության կողմից արտաքին դիտորդներին երկիր մուտք գործելու արտոնագրի տրամադրմանը։ Ըստ հաղորդվող տվյալների, թուրք-սիրիական սահմանային գոտում անվտանգության ուժերի կողմից բացված կրակի արդյունքում սպանվել է 70 մարդ։ Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն Սիրիայում վերջին 9 ամիսների ընթացքում տեղի ունեցած բախումներից զոհվել է 5000 մարդ։ Այս շաբաթ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վիտալի Կուչինը անվտանգության խորհրդի նիստում բարձրացնելու է Լիբիայի ռազմական գործողությունների ընթացքում զոհված անմեղ քաղաքացիների խնդիրը։ Մինչ այս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այս կապակցությամբ հայտարարել էր, թե լիբիական միջամտությունն ունեցել է ՄԱԿ-ի մանդատը եւ որ գործողությունների արդյունքում տեղի չեն ունեցել մարդու իրավունքների խախտումներ, ինչպես նաեւ չեն գրանցվել անմեղ զոհեր։ Կուչինն իր հերթին անմեղ զոհերի վերաբերյալ հայտարարությունը որակել է որպես ոչ ճշմարիտ։ Նոր Զելանդիայի օդային ուժերը անհրաժեշտ գործիքներ եւ վառելանյութ են հասցրել Անտարկտիկայում վթարային իրավիճակում հայտնված ռուսական նավին։ Սպարտանավի 32 հոգանոց անձնակազմն արդեն 5 օր է ինչ բաց ծովում է գտնվում սառցաբեկորի հետ բախվելուց հետո։ Սպարտայի անձնակազմը փրկելու նպատակով մի քանի այլ նավեր են շարժում դեպի վթարի վայրը, սակայն այս գործընթացը կարող է տևել մի քանի օր։ Ֆիլիպիններում շաբաթ օրվանից սկսված ջրհեղներից պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է 957 մարդ, եւս 49 հոգի անհետ կորած է համարվում։ Ջրհեղեղների պատճառած վնասները հատկապես զգալի են նավահանգստային Կայագան դե Օրո եւ Լլիգան քաղաքներում, որտեղ զանգվածային գերեզմանոցներ են կառուցվում հնարավոր համաճարակներից խուսափելու նպատակով։ Ֆիլիպինցի պաշտոնյաների փոխանցմամբ այս հատվածներում խմելու ջրի եւ սննդամթերքի պաշարների պակաս կա։ Washi անվանման փոթորկի արդյունքում վնաս է հասցվել ավելի քան 143,000 մարդկանց, ավերվել 7000-ից ավելի տներ։